Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել եկեղեցու միջադեպի գործի համար կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանների բողոքը, որով պահանջում են փոխել նրան 2 ամսով կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մանրամասներ է հայտնել գործի եւ Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասին։ Առավոտյան մի փոքրիկ կարծես թե դրական էր գնահատեցինք ոնց մեր գնահատմամբ, երեկվա համեմատ, բայց կեսօրին արդեն նորից լավ չէր եղել, նորից եւ այլն, այսինքն ըստ էության նույն վիճակն է, անկողնային վիճակով պարտված է։ Առողջականի հետ կապված այսօր գրավոր կարգով նաեւ դիմել ենք, որ որոշակի տեղեկատվություն գոնե ստանանք, դեռ պատասխանը չունենք։ Միակ փոփոխություն, այսինքն նորությունը դա վերաքննիչ դատարանում արդեն մակագրությունն էր, որ այսօր պարզ դարձավ, որ Ադրինե Ղուկասյանին է մակագրվել, բայց ընդունելու որոշումը չունենք։ Մեր ակնկալիքն է, որ դատարանը ծանոթանալով նյութերին, արդեն ուսումնասիրելով նյութերը կտեսնի, որ այստեղ բացառիկ հանգամանքի հետ գործ ունենք, խոսքը վերաբերում է անձի առողջությանը, ինչը նաև շտապողականությունը իրենից պահանջում, այսինքն մեր ակնկալիքը բողոքի շտապ կարգով քննարկումն է։ Անկախ դիտոր դաշինքի անդամ Դանիել Յովհաննիսյանն էլ հայտարարել է, որ մնում է նույն կարծիքին, դպրոցական Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի։ Ըստ նրա ոստիկանները կարիք ունեն նորմալ բերման ենթարկել սովորելու։